Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան առաջատար ընկերություններից մեկը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում։ Ընկերությունը նման ցանկություն է հայտնել հաշվի առնելով մեր երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճի տեմպերն ու որակյալ մասնագետների առկայությունը։ Հիմա ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք բուհերի ներուժն ու դիտարկում մաթեմատիկական եւ ինժեներական լաբորատորիա հիմնելու հնարավորությունը։ Աշխարհում քիչ են այն երկրները, որտեղ հնարավոր է գտնել ինժեներական եւ համակարգչային գիտությունների կրթված մասնագետներ։ Հայաստանն այդ երկրներից է։ Հուսով եմ, որ մյուս խոշոր տեխնոլոգիական ընկերությունները եւս կգնահատեն Հայաստանի մեծ ներուժը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ընկերության փոխնախագահը ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական եւ Երևանի պետական համալսարանների լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական ներուժին։ Դեն Գիբոնսի խոսքով իրենք որակյալ թիմ ունեն Հայաստանում, աշխատակիցները ցուցաբերում են բացառիկ ճշգրտություն ծրագրային ապահովման մշակման մեջ, ինչը օրինակ է դարձել մյուսների համար։ Հայաստանի տեխնոլոգիական տաղանդը ոլորտում արդեն գործող ընկերությունների հաջողված փորձը, ինչպես նաև մեր ինժեներական թիմերի արդյունավետ աշխատանքն այստեղ գրասենյակ բացելու որոշման հիմք դարձան։ Մենք բարձր ենք գնահատում հայաստանյան ներուժի կայունությունը, օրինակ Սիլիկոնյան հովտում աշխատաշուկան չափազանց մրցակցային է, ինչը հաճախ հանգեցնում է դժվարությունների, իսկ ձեր երկրում մենք վստահ ցանկանում ենք երկարաժամկետ ներդրումներ անել։ Ընկերությունում այսօր աշխատում է ավելի քան 25,000 աշխատակից ամբողջ աշխարհից։ Հայաստանում իրենց գործունեությունը սկսել են 2019 թվականին, իսկ 2022 թվականից Enterprise Armenia-ի հետ ներդրումային սպասարկման շահառու են։ Վերազգային ընկերությունները ընդհանրապես պատական չեն ընտրում այն երկրները, որտեղ իրեն գործունեություն են ծավալում եւ իրենց համար շատ կարեւոր է աշխատուժի որակը, համագործակցային մթնոլորտը, համագործակցային մշակույթը եւ բնականաբար երկարաժամկետ տեսլականի հնարավորությունը։ Եվ կարծում եմ այս առումով Հայաստանը մրցակցային մեծ առավելություն ունի։ Բարձր տեխնոլոգիաների եւ գիտահետազոտական հզորությունների զարգացումը Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից է, ինչի մասին փաստում են կառավարության որդեգրած խթանող քաղաքականությունը, ներդրումային էկոհամակարգի բարելավման ուղղված քայլերը, ինչպես նաև ոլորտում գրանցված աճն ու ցուցանիշները, ընդգծում է Enterprise Armenia-ի տնօրենը։ Enterprise Armenia-ն պատրաստ է ամբողջությամբ աջակցելու գիտահետազոտական ընկերություններին ուսումնասիրելու Հայաստանում հետազոտական լաբորատորիաներ ստեղծելու հնարավորությունները եւ ինչպես նաև նպաստելու պիլոտային ծրագրեր իրականացնելու գործում։ Enterprise Armenia-ն ուղեկցում է ընկերություններին ներդրման ամբողջ շղթայում գործարքի կնքումից մինչև հետներդրումային աջակցություն։ Բրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։